Զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափելու կանխարգելիչ գործողությունների իրականացում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում։ Այս խնդիրների դեմ պայքարելու նպատակով է պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ դրել մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Պնդում է ներկայիս իրավիճակը թույլ է տալիս նման քայլերի գնալ։ Պատգամավորը թվարկել է, թե ինչ պատրվակով են զինակոչիկները խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից։ Առաջին, մինչև 18 տարի լեռնարանը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նշեմ, որ 2020-ից 2024 թվականների ընթացքում Արարական սերնդի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Երկրորդ, մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչև 27 կամ 37 տարի լեռնարանը չեն վերադառնում։ Նշեմ, որ 37 տարին դա առնության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010-ից 2024 թվականների ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից, այսինքն զորակոչից խուսափելու գործն է 461-ը, 2500 գործ կարճվել է վարժության ժամկետն անցած լինելու հիմքով։ Ըստ Հայկ Սարգսյանի տարածված մեթոդներից է նաև զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության թղթերի պատրաստումը։ Տարկետում ստացածների կամ ազատվածների շուրջ 80%-ը պատգամավորի պնդմամբ առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն են։ Սարգսյանի առաջարկած փոփոխությունների մի մասը խստացնող են, մյուս մասը խրախուսող, որոնցով կբարձրանա ծառայելու գրավչությունը։ Խստացնող կարգավորումներն են. Առաջին, կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Երրորդ, մինչև 18 տարեկան Արարական սերնդի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային թուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարի լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները այսօր կարողանում են վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Արդյոք սա սոցիալական անհավասարությունը չի խորացնի, հաշվի առնելով, որ գումարը վճարելու հնարավորություն ոչ բոլորը կունենան, հարցինի պատասխան Հայկ Սարգսյանը նշում է, վճարված գումարով հնարավոր է բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայողներ գրավել։ Պատգամավորը նաև մեկ այլ տվյալ է ներկայացնում։ Երբ որ մենք նայում ենք նաև Պաշտպանության նախարարության գործընկերներն են ասում, օրինակ 1000 հարկ վճարողների ցանկը երբ նայում ենք, նրանց երեխաները մեծամասամբ չեն անցնում այս մեր զորակոչով, այսինքն իրենք անգամ հաշվառման չեն անցնում, քանի որ իրենց հարցը լուծելը մեծամասամբ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Սարգսյանն առաջարկում է նաև քրեականացնել զորակոչից խուսափելու հոդվածով նախաձեռնված քրեական վարույթով անցնող քաղաքացիների փորձաքննության ենթարկվելուց կամ դրա համար նմուշ տալուց հրաժարվելը խուսափելը։ Պատգամավորը թվարկում է նաև խրախուսող կարգավորումները։ Այս փոփոխությունների արդյունքում գոյացած լրացուցիչ գումարի մի մասը ուղղել ժամկետային զինծառայողի դրամական ապահովման բարձրացմանը։ Օրինակ, շարքային զինծառայողը հիմա անձնական կարիքների համար ամսական 3400 դրամ է ստանում։ Երկրորդ, կրճատված ժամկետով զինվորական ծառայություն հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարի լրացածները եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։ Առաջարկում որպեսզի նման հնարավորություն տանք նաև 18 տարի լրացածներին։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին, ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Օրենսդրական ամբողջ փաթեթն ընդունելու դեպքում ժամկետային զինծառայողների թիվը կաճի մոտ 20%-ով կանխատեսում է Հայկ Սարգսյանը։ Պատգամավորի խոսքով հարցը կքննարկվի հաջորդ քառօրյա նիստի ընթացքում։ Մուշեղ Իսախանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։